8-րդ անգամ մեկ հարկի տակ այս անգամ Տավուշի մարզում Իջևանում հավաքվել էին հանրապետության մարզերի ու Երևանի դպրոցներից ուսուցիչներ ու աշակերտներ, ովքեր մանկավարժական մտքի փառատոնում ներկայացնում են իրենց լավագույն փորձը։ Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցը հյուրընկալելով փառատոնը ընդունել է տասնյակ դպրոցների հարյուրավոր աշակերտների եւ ուսուցիչների։ Շատ լավ գաղափար է, մեկտեղ էլ միտեղ գաղափարը, նոր գաղափարները եւ արդեն փորձը։ Ինչու՞ չէ մտորել միասին ժամանակակից կրթության մարտահրավերների շուրջը եւ գտնել ուղիներ, թե ինչպես անել, որ մեր երեխաների աշխարհը ավելի հետաքրքիր եւ ավելի գունեղ դարձնելու։ Փառատոնում մասնակիցներն ու աշակերտները ներկայացնում են իրենց գործունեությունը, փորձն ու գաղափարները։ Հրազդանի երկրորդ դպրոցի 8-րդ դասարանցիները ստեղծել են խաղեր, որոնք ծանոթացնում են Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններին։ Գրականությունից կատարել ենք նախագծային աշխատանք Թումանյանի թևածող միտքը խաղերում։ Վերջնարդյունքում ստացել ենք Թումանյանի հետ կապված տարբեր խաղեր, ինչպես ինտերակտիվ, այնպես էլ սեղանի խաղեր, քանի որ 21-րդ դարում երեխաները ավելի կապված են հեռախոսի հետ, իրենց առօրյան ավելի հետաքրքիր դարձնելու համար ստեղծել ենք ինտերակտիվ խաղեր, որոնց միջոցով կծանոթանան Թումանյանի հետ։ Բացի դասարաններից միջոցառմանը մասնակցում են նաև կրթական կառույցներ։ Դասարան տաղավարներից մեկում Վիզուալ Հայաստան հիմնադրամն է իր աշխարհացույց ծրագրով։ Այս տարի շատ ուրախ ենք, որ Տավուշը իր այս գառնանային դռներն է բացել եւ մանկավարժական մտքի փառատոնը այստեղ է հենց տեղի ունենում։ Հանդես են գալիս աշխարհացույց կրթական հարթակի ներկայացմամբ, աշխարհացույցը ուսուցչի սեղանին ուսումնամեթոդական ձեռնարկն ենք ներկայացնում։ Այսօր մեր ամբողջ թիմն է այստեղ մեր հետ միասին ներկայացնում են եւ հարթակը, եւ հարթակի գործիքակազմը, եւ ներկայացնում են թե կրթական ոլորտում ինչպիսի նոր արարություններ եւ բարեփոխումներ ենք մենք մեր հետ բերել։ Տավուշի մարզի մանկավարժները գտնվելով կրթական նոր չափորոշիչների առանցքում կուտակած փորձառություն ու ասելիք ունեն։ Սա էր փառատոնն Իջևանում անցկացնելու նախադրյալը։ Եվ վերջապես կայացավ մեծ իսկապես նպատակը մեր լինել Տավուշում։ Ինչու առաջինը որոշել էինք Տավուշում լինել, որտեղ Տավուշի մարզի ուսուցիչները արդեն տարիներ շարունակ գտնվում են կրթական բարեփոխումների կենտրոնում։ Կարելի ասել իրենց միջոցով է այդ ամեն ինչը տեղի ունեցել եւ շարունակվում է ունենալ, ու որոշեցինք, որ Տավուշում անպայման լինենք եւ այն մարդիկ, որոնք իսկապես ասելիք ունեն, հանրակրթության պետական նոր չափորոշիչի շրջանակում կատարած շատ հաջողված աշխատանքներ ունեն, իրենք ունենան հնարավորություն հավաքվելու մարզկենտրոնում Իջևանի համար 5 դպրոցում եւ ներկայացնել իրենց փորձը Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից ու Երևանից եկած ուսուցիչներին, եւ լավ էր, որ Տավուշ եկան նաեւ բոլոր մարզերից խոսնակներ։ Մենք ունենք 114 տաղավար, այս անգամ աննախադեպ թիվ է, երբեք այսքան շատ չենք ունեցել, եւ նկատում ենք մի բան, որ ամեն անգամ փառատոն այցելող մասնակիցները կարճ ժամանակ հետո որոշում են դառնալ խոսնակներ եւ ինչ որ հետաքրքիր թեմաներով, աշխատանքներով, աշակերտներով գալիս են մասնակցում են փառատոնին որպես խոսնակ։ Փառատոնը հաջորդիվ կկազմակերպվի այլ մարզերում, դարձյալ մեկտեղելով Հայաստանի մանկավարժական համայնքին, ապահովելով փորձի փոխանակման, մասնագիտական երկխոսության ու համագործակցության հնարավորություններ։